Պարոն Հարությունյան, ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել պարոն Չալաբյանը։ Չալաբյանը ձերբակալվել է ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու ուրեմն այսպես մեղադրանքով քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ իշխանական լիազորությունները օգտագործելով։ Այս մեղադրանքը բնականաբար ծայրից ծայր զավեշտ է, որովհետեւ այն ինչը որ մեղադրանքի հիմքում է դրած գոյություն չունեցող փաստեր են, հիմա մեծ քանի որ նախաքննական գաղտնիքով կարգանդված են, ես փաստերին չեմ կարող անդրադառնալ, բայց հուսով եմ քննչական կոմիտեն իր պրակտիկայից չի շեղվի եւ այս դեպքով նույնպես այնց համապարփակ press release մամլո հաղորդագրություն կամ հայտարարություն հանդես կգա, մենք էլ այդ հայտարարության մեջ նշված հանգամանքների շրջանակներում ինքներս կկարողանանք արդեն այդ հանգամանքներին անդրադառնալ։ Կոնկրետ ըստ մեղադրանքի ում է փորձել, հա, ընտրական իրավունքի։ Փաստական հանգամանքներին չեմ կարող անդրադառնալ, որովհետև դերևս նախաքննական գաղտնիքով կարգանդված եմ, քանի քննչական կոմիտեն ինքը չի այս հանգամանքներին անդրադարձել ու հանրությանը հայտնի դարձրել։ Բայց ինչ կարող եմ ասել, որ թե մեղադրանքում նշված փաստական հանգամանքները տեղի չեն ունեցել ընդհանրապես գոյություն չունեցող փաստական հանգամանքներ են, ենթադրություններ են ու մեկը մյուսին հակասող այնպիսի փաստեր կան մեղադրանքում ներկայացված, որ պարզապես եմ ասում, էլի ակնհայտ է դառնում, որ ընդհանրապես այս փուլում Ավետիք Չալաբյանի կալանքը որպես խափանամիջոց ընտրելու ինչ-որ հարց է փորձում լուծի, որովհետև այս մեղադրանքը հնարավորություն չունի կյանք ունենալու ապրելու։ Այս փուլում ինչ նպատակ պիտի ունենար քննչական կոմիտեն այս փուլում մեկուսացնելու Չալաբյանին, երբ որ ըստեյության եկեք Չալաբյանի դեպքը համակարգված եւ համադրված նայենք, մնացած քաղաքական հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների համատեքստում անցած շաբաթ ես արդեն այս մեկ շաբաթվա մեջ երկու անգամ եմ այստեղ Հակոբյան Ռուբեն, որի նկատմամբ վարչական հսկողությունը դեպս խափանոց ընտրվեց խոսքի համար, Ալեն Ղևոնդյան նույնը էլի վարչական հսկողություն խոսքը սահմանափակվեց, չգիտեմ Արմեն Աշոտյան եւ այլն, այս բոլոր հասարակական քաղաքական գործիչները, ովքեր հասարակական քաղաքական կյանքում որոշակի կարծիքի առաջնորդներ են կամ կարծիք ստեղծողներ են, այս մարդկանց լրացնելու խնդիր է լուծվում։ Մի համար ոչ թե Ավետիք Չալաբյանի գործը առանձին պիտի նայենք իմ խորին համոզմամբ, այլ պիտի համակարգի մեջ նայենք բոլոր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների ֆոնին։ Մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը կամ այլ հայտարարություն։ Բնականաբար մեղադրանքը հայտնելը, որ մեղադրանքը ծայրից ծայր սուտ է։ Ոչ թե մեկնաբանման տեղ կա, ոչ թե ասենք այս փաստը այսպես չի եղել, այսպես է պետք մեկնաբանել, ծայրից ծայր սուտ է։ Դա Ավետիք Չալաբյանի դիրքորոշումն է։ Տարլեն Կալանքի կենտրոնի դատարան։ Իջացեցին իրան կենտրոնի դատարան, որպեսզի նաև Կալանքի միջնորդությունը ներկայացնեն, ենթադրում եմ այսօր կենտրոնի դատարանն է, հերթապահող դատարանը, երբ որ մեզ հայտնի դառնա թե որ դատավորին է մակագրվել Կալանքի միջնորդությունը եւ ժամը քանիսին է դատական նիստը լինելու, մենք նաև հրապարակային հանդես կգանք։ Կանխատեսումներ ունեք, թե որ դատավորին կմակագրվի, մոտավոր կանխատեսումներ։ Կանխատեսումներ չանեմ, այդպես բան չի էլի, փոքր չի ընտրանքը դատարանում, թե ում կարա մակագրվի, այդքան դատավորներ կան, որևէ մեկին կմակագրվի։ Եվ որևէ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալ տեղեկություն ունեք, կա որտեղ քննչական կոմիտեն։ Այս պահին քրեական վարորդի նյութերին ծանոթ չենք, միայն հանրենքերական հետապնդում հարուցելու որոշմանն ենք ծանոթ, որտեղ ենթադրական դատողություններ են շարադրված, բացառապես ենթադրական դատողություններ են շարադրված, արդեն Կալանքի միջնորդությունից երբ որ միջնորդության հիմքում ընկած ապացույցները ներկայացվեն, կծանոթանանք։ Եթե քննչական կոմիտեն հանդես կգա որևէ հայտարարությամբ, որտեղ որոշակիորեն կբացահայտի կամ կներկայացնի փաստական հանգամանքներ, մենք այդ առիթից օգտվելով ինքներս այդ հանգամանքներին կանդրադառնանք չխախտելու համար նաև նախաքննական գաղտնիք։ Ձեր ժամանակը գիտեմ չարաշահում եմ, բայց մի հարց էր, առավոտյան գնացել են ձերբակալել, միայն ձերբակալ։ Զարգությունը իրականացվել եւ ձերբակալ։ Ինչ որ բան հայտնաբերել ընտանը կամ ինչ էին փնտրում առհասարակ։ Չգիտեմ, ոչ մի բան, չգիտեմ ինչ էին փնտրում։ Ենթադրում եմ, պիտի չգիտեմ, ընտրողների ցուցակներ կընտրածներ, ոչ մի բան չեն հայտնաբերել, ընդհանրապես հեռախոսն են վերցրել, որը այնուամենայնիվ վերցնելու էին։
ու վերջ։ Ու ձերբակալել են առավոտ կանուխ, բերել են քննչական կոմիտե, մեղադրանքը առաջադրել են, հարցաքննություն է եղել Չալաբյանի դիրքորոշումը մեղադրանքի կապակցությամբ հայտնելը, հստակ դիրքորոշումը, տրամադրությունը բարձր է, ինքը որպես հասարակական քաղաքական գործիչ նաև անցած լինելով այսպիսի մի համանման քրեական գործով, որի մեղադրանքը էլի ջարդվեց դատարանում, հիմա վերաքննիչ քրեական դատարանում սպասում ենք հրապարակման, ինքը այս ամեն ինչին պատրաստ է, adekvat է ընդունում եւ այլն եւ այլն։ Ու նաեւ հանգիստ է, որովհետեւ մեղադրանքը ել եմ ասում, ծայրից ծայր ենթադրական օրինվածք է։